և Նորիկին։ Մնացը ունեցավ երեխաներ Ռուզանին, Ասիկին, Գեղամին, Լուսիկին, ամուսնու անունը Արարատ և Ռազոին։ Ամալ, ամուսնու անունը Լենիկ, ունեցան երեխաներ Քաջիկ, կնոջ անունը Նունե, որոնք ունեցան երեխաներ Էդվարդին, Էդգարին, Սասունին, Ռուբիկ, կնոջ անունը Վարդ, Միշա, կնոջ անունը Արգինե, ունեցան երեխաներ Լենիկ, Ամալիա, Հարություն, կնոջ անունը Զարինե, ունեցան երեխաներ Արման, Արմեն, Սարգիս, Լևոն, Արտակ, Լենիկ և Ալինա, ամուսնու անունը Մհեր, ունեցան երեխաներ Անի, Դավիթ։ Ռաֆիկ, կնոջ անունը Ալիս, ունեցան երեխաներ Ռոմիկին, կնոջ անունը Արմինե, որոնք ունեցան երեխաներ Լիլիթ, Ռաֆո, Դավիթ, Յուրիկ, կնոջ անունը Թեհմինե, երեխաներն են Ռուզաննա, Ալյոնկա, Հայկո, Լուսո, Ռուբիկ, առայժմ ամուսնացած չէ, Ռուզան, ամուսնու անունը Սամվել, երեխաներն են Կորյուն, Ստեփան, Նվարդ։ Գոհար, ամուսնու անունը Գոգո, ունեցան երեխաներ Սլավիկ, կնոջ անունը Անո, երեխաներն են Էլադա, Սվետլանա, Ստելլա, Սամվել։ Գայան, ամուսնու անունը Օվո, երեխաներն են Օֆելիա, Վարդան, Ռիփսիմե։ Գորիկ, կնոջ անունը Լուսինե, երեխաներն են Գոհարիկ, Նարինե, Քնարիկ։ Զենֆո, ամուսնու անունը Ռոբերտ, երեխաներն են Կամո, Արաքս։ Եվ Գագիկ, կնոջ անունը Այդա, երեխաներն են Գուրգենչիկ, Սրբուհի, Ագուհի։ Նորիկ, ամուսնու անունը Համբարձում, ունեցան երեխաներ Գոհար, որի երեխաներն էին Քանաքարան, Արտյոմը, որը զոհվել է Լեռնային Ղարաբաղի մարտերի ժամանակ, Աննա, Վիդյա և Արեկ։ Հենդո, կնոջ անունը Սվետ, երեխաներն են Սաքո, Սամվել, Սուսան։ Դերո, կնոջ անունը Լյուբա, երեխաներն են Թեհմինե, որոնք ունեցան երկու երեխա Տիգրան և Նարեկ, Արման և Ալիկ։ Երջո, ամուսնու անունը Սուրիկ, երեխաներն են Ալլա, Արմեն, Նորա։ Թամուշ, ապրում է Կրասնոդարում։ Ռիմա, Ժորիկ, ամուսնու անունը, երեխաներն են Անդրանիկ, Արշակ, Վարսիկ։ Ջեմմա, ամուսնու անունը Ավո, Ամերիկայի Միացյալ Նահանգներում են ապրում։ Երեխաների անունը Հայկ, Սրբուհի և Էմմա, որը ունեցել է երկու երեխա։ Մայիս, կնոջ անունը Վարդանուշ, որի ծնողներն են եղել Քյարամը և Մաթոսը, ունեցան երեխաներ Տիգրան, կնոջ անունը Բելա, որոնց երեխաներն էին Տիգրանուհի, Մայիս և Անի։ Ռիտա, ամուսնու անունը Յուրիկ, երեխաներն են Կարենը, Մելանիա։ Ռոնա, ամուսնու անունը Հենդո, երեխաներն են Ալմանուշ, Սաքո, Քրիստինե։ Նունե, ամուսնու անունը Արտյոմ, երեխաներն են Սյուզի, Ձիաննա, Սիփան։ Մեսրոպ, կնոջ անունը Դիաննա, երեխաներն են Վարդանուշ, Սերոպ, Մանե։ Արև,
ամուսնու անունը Քյարամ, երեխաներն են Վարդ, ամուսնու անունը Ռուբիկ, երեխաներն են Աննա, Նվեր, Լևոն և Արտյոմ, կնոջ անունը Հասմիկ, երեխաներն են Արևիկ, Արման, Տաթևիկ, Արարատ, կնոջ անունը Սվետ, երեխաներն են Արմեն, կնոջ անունը Նեկտար, երեխաներն են Արարատ, Արթուր, կնոջ անունը Ռուզաննա, երեխաներն են Սվետիկ, և Նառա, ամուսնու անունը Արտյոմ, երեխաներն են Հասմիկ և Միլենա, Ոսկին, ամուսնու անունը Վլադ, երեխաներն են Զենֆոն, Դավիթ, Մհեր, Ռիմա, Լաուրա, ամուսնու անունը Միասնիկ, երեխաներն են Նվեր, կնոջ անունը Նառա, երեխաները Լաուրա և Տիգրան, Նայիրի, կնոջ անունը Նարինե, երեխաներն են Նարեկը և Միասնիկը, Նորո, կնոջ անունը Մերի, երեխաներն են Սամվելը և Խաչիկը, Արմինե, ամուսնու անունը Վաչիկ, երեխաներն են Նարինե, Կարինե, Նարինե, ամուսնու անունը Միշա, երեխաներն են Նարեկ և Ավիկ, Վալոդյա, կնոջ անունը Աննա, Աննայի ազգաբանությունը Լևոնը, որի որդին էր Վաղինակը, կնոջ անունը Ռոզա, Ջավախքից էին, երեխաներից մեկը Աննան էր, Արարատը, կնոջ անունը Լուսիկ, Ալինա, ամուսնու անունը Իշխան, Վալոդյա և Աննայի երեխաներն էին, Գևորգը, կնոջ անունը Վիկա, երեխաները Կամիլա, Լևոն, կնոջ անունը Մարինե, Մարինեի ազգատոհմը Մանուկ Պապին էր, կնոջ անունը Ուրինե, Ունաստանից են եկել Հայաստան, որի զավակն էր Տիգրանը, կնոջ անունը Սիրան, և նրանց երեխան էր Մարինեն, որի քույրը Արմինեն, Լևոնը և Մարինեն ունեցան երեխաներ Աննան և Մարիաննա, Արարատ, կնոջ անունը Լուսիկ, երեխաներն են Արթուր, Ռոզիկ, ամուսնու անունը Արմեն և Արուսյակ, Ալինա, երեխաները Վարդան և Մանյա։ Հարգելով հիշատակը մեր նախնիների, չմոռանանք ապագայի մասին, այսինքն հիշենք, որ մենք պարտավորված պետք է լինենք, այս կյանքը ճիշտ ապրելով փոխանցենք մեր սերունդներին, բայց կգա մի ժամանակ, երբ կդադարի մարդկային սերնդափոխանակությունը, այսինքն այն վերջ կտրվի Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան։ Մտածիր այս մասին։ Սուրբ գրքում Աստված հայտնում է, որ Մեսիան պիտի գա և դառնա աշխարհի փրկիչը։ Հիսուսի կյանքը վկայում է, որ հենց ինքն է նա, ում մասին կանխասել էին մարգարեները։ Եսային մարգարեացել էր, որ կույսը պիտի հղանա և մի որդի ծնի։ Դարեր անց Հիսուսի ծնունդով կատարվեց այդ մարգարեությունը։ Աստվածաշունչը վկայում է, որ այն Սուրբը, որ պետք է ծնվեր, Աստծո որդի է կոչվելու, նշանակում է, որ Հիսուսը պետք է կոչվեր Աստծո որդի։ Սա մենք տեսնում ենք իր ապրած կյանքում։ Նա բուժեց մարդկանց, ներեց նրանց մեղքերը, մոտեցրեց Աստծուն և տեղ խոստացավ նրանց Աստծո հավիտենական թագավորությունում։ Նա իր անձը տվեց նրանց փոխարեն, որպես մեղքերի պատարագ և հարություն առավ հաղթելով մահին։ Հիսուսն ասաց. ոչ ոք ինձնից չի կարող վերցնել իմ կյանքը, այլ ես ինքս եմ այն տալիս։ Հիսուսի կյանքով ոչ միայն իրականացան մարգարեությունները, այլև հաստատվեց Աստծո Սուրբ Խոսքի ճշմարիտ լինելը։ Մարգարեները ասել էին,
Տիրոջ խոսքը անթերի է եւ հավիտենական։ Հիսուսն ինքն ասաց. երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը երբեք չեն անցնի։ Մարդը Եդեմական պարտեզում չհնազանդվեց Աստծուն։ Նա ընտրեց իր ուրույն ճանապարհը եւ իր գործերը բաժանեցին իրեն արարչից։ Հիսուսը եկավ մեզ լիառատ կյանք տալու։ Սուրբ Գիրքն ասում է, որ բոլորը մեղք գործեցին եւ մեղքի վարձը մահն է։ Սա նշանակում է հոգևոր մահ, այսինքն հավիտենական բաժանում Աստծուց։ Ինչպես Աստված Աբրահամին խոյ տվեց որդու փոխարեն, այնպես էլ Հիսուսին ուղարկեց մեր փոխարեն մեռնելու համար։ Նրա կյանքը, մահը եւ հարությունը վերականգնեց հարաբերությունը Աստծո եւ բոլոր նրան ապավինողների միջև։ Այժմ ոչ միայն ներված են նրանց մեղքերը, ովքեր հետևում են Հիսուսին, այլև նրանք փրկված են Աստծո հավիտենական դատաստանից։ Նրանք գիտեն, որ դրախտը իրական է եւ որ ապրելու են նրա հետ հավիտյան։ Հիսուսն այսօր յուրաքանչյուր մարդու առաջարկում է կյանք եւ ազատություն մեղքից ու նրա իշխանությունից։ Սա չի նշանակում լոկ հետևել մի կրոնի, այլ վստահել Հիսուսին, որն ասում է. ահա ես դռան առաջ եմ եւ բախում եմ, եթե մեկը լսի իմ ձայնը եւ բացի դուռը, ես կմտնեմ նրա մոտ։ Սա նշանակում է դառնալ Աստծուն եւ վստահել Հիսուսին, որ նա գա մեր կյանքի մեջ, ների մեր մեղքերը եւ դարձնի մեզ այնպիսին, ինչպիսին ինքն է ուզում։ Սակայն բավական չէ միայն մտքով համաձայնել նրա պահանջներին կամ զգացմունքային փորձառություն ունենալ։ Մենք հավատի միջոցով որպես շնորհ ընդունում ենք նրան մեր կամքի գործադրմամբ։ Երբ մարդիկ պատրաստ են դառնալ Հիսուսի, Մեսիայի հետևորդները, նրանք կարող են խոսել նրա հետ մի պարզ աղոթքի միջոցով։ Հավանաբար դու հիմա պատրաստ ես բաց անել քո սրտի դուռը Աստծո առջև։ Եթե այդպես է, կարող ես միանալ այս աղոթքին։ Տեր Հիսուս, ես քո կարիքն ունեմ։ Փառք քեզ, որ իմ մեղքերի համար մեռար խաչի վրա։ Ես խոստովանում եւ զղջում եմ իմ գործած մեղքերի համար։ Ես բացում եմ իմ սրտի դուռը եւ ընդունում քեզ որպես իմ փրկիչ եւ Տեր։ Փառք քեզ, որ ներեցիր իմ մեղքերը եւ հավիտենական կյանք տվեցիր ինձ։ Դարձրու ինձ այնպիսին, ինչպիսին դու ես ուզում, որ լինեմ։ Քանի որ ես դարձա քո զավակը։ Ամեն։ Հիսուսն իր հետևորդների մասին ասաց. Իմ ոչխարները լսում են իմ ձայնը եւ ես ճանաչում եմ նրանց, ու նրանք հետևում են ինձ։ Հիսուսի խոստացած լիառատ կյանքը վայելելու համար նրա զավակները ամեն օր աղոթքով զրուցում են Աստծո հետ եւ կարդում ու լսում նրա խոսքը։ Նրանք պատմում են ուրիշներին Հիսուսի մասին եւ պարբերաբար հանդիպում են նրանց հետ, ովքեր սիրում եւ հետևում են նրան։ Հիշեք նրա հրաշալի խոստումը. Ամեն իշխանություն ինձ է տրված երկնքում եւ երկրի վրա, եւ ահա ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը։